Փաշինյան-Ալիև հանդիպում Եգիպտոսում, ներկա է նաև Պակիստանի առաջնորդը։ Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության իրական ծավալը, Փաշինյանը ճիշտ էր, Պուտինը սխալվեց։ 90 օր ոչ մի ավելի վայրկյան, Ռուսաստանի միգրացիոն օրենքը խախտողները կարող է արտաքսվեն։ Պաղեստին պետությունն այլընտրանք չունի, գնահատական Մոսկվայից։ Վկաներին տեսաձայնագրել չի կարելի, լրագրողի աշխատանքի սահմանափակում, թե քննության անաչառություն։ Կորոնան դարձյալ գլուխ է բարձրացնում, Հայաստանում նոր ենթատեսակ կա։ Արտակարգ իրավիճակ Հրազդանի ձորում, կեղտը ջրի երես է դուրս եկել և հայտնի են աշնանային արձակուրդի օրերը։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Աշխատանքային այցով Եգիպտոսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին է միացել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Հիշեցնեմ, Փաշինյանը Շարմ էլ Շեյխում է մասնակցելու Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Իսկ այդ ընթացքում Ադրբեջանում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը, աշխարհի աչքից հեռու բեմադրված գործողության մեջ Բաքուն կեղտ փաստաթղթեր է հրապարակել, իբր Երևանը 44-օրյա պատերազմի ժամանակ Ստեփանակերտին հրահանգել է հարվածել ադրբեջանական քաղաքներին։ Դատական ֆարսը լուսաբանող ադրբեջանական պրոպագանդան հայտնում է, թե իբր հայերի արդար դատաքննության իրավունքը պաշտպանված է։ Միեդում Հայաստանի ներկայացուցիչը հարց է տալիս այդ դեպքում, ինչու է Բաքուն իրեն շարունակ մերժում տեսակցել հայ գերիների հետ։ Երբ խաղաղության սպիտակ աղավնու դիմակը հագած նա նստել էր Թրամփի կողքին, ասում էր, թե հույս ունի, որ հայերն ու ադրբեջանցիները հաղթահարելու են թշնամանքը։ Նա այն նույն Ալիևը, որ մինչև այսօր չի կարողանում այդ քայլն անձամբ անել, ընդ որում անգամ 23 հայերի նկատմամբ, որոնց ապօրինաբար պատանդարել է ու նույնիսկ պաշտպանվելու հնարավորություն չի թողնում։ Բաքվում շոու դատավարությունները շարունակվում են։ Ադրբեջանի բռնապետական իշխանությունների ուղիղ վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները գրում են, որ վերջին դատական նիստերի ընթացքում քրեական գործերով ընդհանուր տեղեկություններ են հրապարակվել, մասնավորապես, թե Հայաստանի այն ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, այսպես ասած հանձնարարականով Արցախի նախագահը հայտարարել է, որ Գյանջան գնդակոծվել է ոչ թե Հայաստանի, այլ հենց Արցախի տարածքից։ Փաստաթղթերի մեկ այլ տրցակով էլ ներկայացրել են 7 գերիների՝ Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի կենսագրականների մանրամասները, այդ թվում 1990-ականների սկզբից նրանց պաշտոնները, մասնակցությունը 2016 թվականի ապրիլյան մարտերին, 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ Մենք ունենք ընթացող դատավարություններ, որտեղ որևէ կերպ շտկումներ չեն արվում եւ այն աղաղակող խախտումները, որոնք կապված են դատավարական երաշխիքների չզրկելու հետ, շարունակություն ունեն։ Այս գործելակերպը կանխատեսելի է, քանի որ կան արդեն իսկ կանխորոշված դատական ակտեր եւ այս դատավարությունների նպատակը ոչ թե ճշմարտությունը պարզաբանելն է, պաշտպանության իրավունք տրամադրելով, այլ քաղաքական իշխանությունների որոշումները դատական վավերացման ենթարկելն է։ Ադրբեջանի կառավարությունը միջազգային հարթակների բարձրախոսներից ականջ է խլացնում, հայտարարելով, թե իրենց ձևակերպմամբ հայ բանտարկյալները օգտվում են բոլոր իրավունքներից, այդ թվում փաստաբանների հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչը կոտրում է կեղծիքը, Ազեր Ֆեյքը, հենց իր որպես լիազորված ներկայացուցչի խնդրանքը հանդիպելու գերիների հետ Բաքուն մերժել է։ Անցնող առնվազն 5 տարիների ընթացքում այսպես կոչված թույլատրելի հանդիպումների թիվը 0 է։ Սիրանուշ Սահակյանը պնդում է, այս դատական գործընթացները ոչ ավելի, ոչ պակաս նման են նվաստացման ծեսերի։ Նախ անգամ Կարմիր խաչի այցելության պայմաններում այս ադիկ ենթարկվել են հոգեբանական եւ ֆիզիկական ազդեցությունների, կորզվել են ցուցմունքներ տարբեր չափերով, սակայն դատավարություններում նաեւ բարձրացնել են նկատի ունենալով դրանց հատվածական լուսաբանումը եւ ներկայումս պաշտպանության հարցերը ավելի են սրվում։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարթհայզերն ի դեպ հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողով, պահանջելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Պատգամավորը եվրոպացի բարձրաստիճանների հետ իր մտահոգությունն է կիսել, հայտնել, որ գերիների վիճակը վատթարանում է։
Ստացվող տեղեկությունները վկայում են մի շարք գերիների առողջական վիճակի վատթարացման, նրանց պատշաճ բժշկական օգնության մերժման, ընտանիքի անդամների հետ կապի բացակայության եւ մեկուսացված պայմաններում պահելու մասին։ Ավելին, նրանց դեմ սկսվել են քաղաքական շարժառիթներով եւ կեղծ մեղադրանքներով դատավարություններ։ Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Բելգիայում Ադրբեջանի դեսպանը վստահեցնում էր, թե դատավարությունները բաց են Բաքվում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագետների համար։ Ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու Եվրահանձնաժողովը Բաքվում Եվրոպական միության պատվիրակության կամ այլ միջազգային դիտորդների ներկայությունը հայ գերիների գործերով դատավարություններում ապահովելու համար, պատգամավոր Կարթ Հայզերը պարզաբանում է պահանջել։ Իդեպ, պաշտոնական Երևանն էլ, մասնավորապես արտաքին գործերի նախարարությունը, հյուպատոսական այցելությունների իրավունքը կարող է պատվիրակել Բաքվում դիվանագիտական ներկայացուցչություն ունեցող որևէ երկրի։ Քաղաքասարակության ներկայացուցիչները դեռ ամիսներ առաջ գերատեսչությանն առաջարկել էին քննարկել այս իրավունքի իրացման հնարավորությունը եւ արտգործնախարարությունից արձագանքել էին, թե մեջբերում խնդիրը քննարկվում է։ Ավելի ուշ ԱԳՆ-ից այլ մեկնաբանություն էլ եղավ։ Հայ ռազմագերիների թեման առաջին հերթին քննարկում են ադրբեջանական կողմի հետ։ Տետատետ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ով էր ճիշտ եւ որքան է իրականում կազմում Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառության ծավալը, հարցը վերջին օրերի մամուլի գլխագրերում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի Փաշինյան-Պուտին թվային դեբատից հետո։ Մեր երկրի էկոնոմիկայի նախարարը պարզաբանել է, Փաշինյանը հրապարակել է վիճակագրական տվյալները։ Նիկոլ Փաշինյանի թե Վլադիմիր Պուտինի վիճակագրական տվյալներն էին ի վերջո ավելի ճիշտ։ Երկու երկրների ղեկավարների ներկայացրած թվային ցուցանիշներում շեղումը մի քանի զրոներով է։ Եթե վիճակագրական ծառայությունը ասի 1 միլիարդ է, պետք է ասենք 1 միլիարդ է, ասի 11-ը, ասենք 11-ը։ Сколько сейчас товарооборот? Ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ որքան է կազմում։ Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար։ Որքան։ 4 միլիարդ դոլար։ Ոչ, ավելի շատ։ Нет, больше։ Փաշինյան-Պուտին սեպտեմբերի տետատետ հանդիպումն է։ Պուտինն այստեղ էլ թիվ հրապարակեց, որ 24 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 11 միլիարդ 700 միլիոն դոլարի է հասնում։ Հայաստանի կառավարության ղեկավարը սեպտեմբերյան հանդիպմանը չարարկեց։ Ավելի ուշ ԱՊՀ նիստում այլ թվեր ներկայացրեց։ Անցած տարի 9 միլիարդ էր։ Примерно 9 миллиардов. Անցած տարի ավելի շատ էր։ 2024-ի հունվարից դեկտեմբեր ժամանակահատվածում Հայաստան-Ռուսաստան փոխադարձ ապրանքաշրջանառության տվյալներն ենք դիտարկում։ Այն 12 միլիարդ 401 միլիոն դոլար է եղել։ Ավելի ուշ Գևորգ Պապոյանը գրառում կատարեց, որ Փաշինյանը ճիշտ թվեր է ներկայացրել, որն հրապարակել է Հայաստանի վիճակագրության կոմիտեի թվերը։ Փաշինյանի ներկայացրած թվերը սակայն այդքան էլ չհամընկան վիճակագրական կոմիտեի տվյալների հետ։ Դա իրենց գրառումներում փաստեցին նաև ՔՊԱ-ական տնտեսական բլոկի ներկայացուցիչները։ Նախ 2025-ի հունվարից օգոստոս Ռուսաստանի եւ Հայաստանի միջև փոխադարձ առևտրաշրջանառությունը ոչ թե 4, այլ 4 միլիարդ 500 միլիոն դոլար է։ Իսկ Դուշանբեում հայկական կողմից 4 միլիարդ է նշվեց։ Եվ հետո ըստ տնտեսագետների նմանատիպ հանդիպումներում պաշտոնյաները իրենց ձեռքի տակ նաև պետք է ունենան գոնե տվյալ ամսվա սկզբի համար ցուցանիշային տվյալները։ Երկրի ղեկավարը ոչ թե պիտի առաջնորդվի այդ պահին վիճակագրության սայթում հրապարակված տվյալով, այլ պիտի առաջնորդվի իրական հոկտեմբերի 1-ի դրությամբ տվյալով։ Վիճակագրորեն որոշակի բաներ սխալմունքներ լինում է։ Արտաքին առևտրի հետ հսկիչ գների կիրառման հետ կապված։ Իրականությունը այն է, որ մեր 24 թվականի արտահանման 75%-ը եղել է վերարտահանում։ Հիմա այստեղ խնդիրը ինչ է, որ մեր կառավարությունը շահարկում է այս թվերը եւ ցույց է տալիս 13.1 միլիարդ դոլար, հենց որ մի տեսանկյունից է փորձում ցույց տալ մեր ընդհանուր աճը, բայց քանի որ 25 թվականին արդեն այդ վերարտահանման ցուցանիշները իջի կսեն եղել, շահարկում են, որ տեսեք, այս ընդհանուր արտահանման մեջ այն ոսկուն, որ եղել է, դա հաշվի չենք առնում։ Իսկ 24 թվականին հաշվի ենք առնում, որտեղ դա աճ է ցույց տալիս։ Իշխանականները հորդորում են Հայաստանի եւ Ռուսաստանի վերջին 2-3 տարիների ապրանքային առևտրաշրջանառության թվերին խիստ վերապահումներով մոտենալ, բացատրելով, որ այդ ցուցանիշներում ներառված է նաեւ վերարտահանումը։ Ոսկու շրջանառություններ տեղի ունենում, որից ես անցած տարի եմ ասել, նախանցած տարի եմ ասել, այս տարի եմ ասել։ Հայաստանը չունի ոչ մի օգուտ։ Անցած տարի ավելի շատ էր։ Ակնհայտ է, որ այս տարի էլ ավելի շատ կլինի։ Հայաստանի իշխանական թևը կասկածում է այս տարվա արդյունքներով առևտուրը չի կարող ավելի շատ լինել, քան նախորդ տարի։ Սեպտեմբեր-դեկտեմբերին հրաշքի դեպքում ըստ ՔՊԱ-ականների հնարավոր է ապահովել այդ ցուցանիշը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Կան մտավախություններ, որ ամերիկյան ներդրումների քողի տակ Հայաստան կարող են ներթափանցել թուրք-ադրբեջանական կապիտալով աշխատող ընկերություններ։ Այս դիտարկմանը պատասխանելով էկոնոմիկայի նախարարը նշել է, որ հագուստի մանրածախ առևտրի ցանցում մի քանի թուրքական բրենդներ Հայաստանում դեռևս 2012-ից են ներկայացված։ Որոշները նույնիսկ հենց իրենց թուրքական անունով եւ ինքը ողջունում է այդ ներդրումները։ Հայաստանում օրինակ խաղաղության հաստատման պարագայում սահմանները բացելուց հետո օրինակ ինչու ոչ ներդրումներ կան, այդ թվում նաև թուրքական, մենք էլ գնանք այնտեղ ներդրումներ անենք, օրինակ կարող է որ ինչ որ մի հյուրանոց բացվել, ենթադրենք Հայաստանում որևէ երկրի, ասենք օրինակ թուրքական բրենդի, կարող է բացվել, ինչի չի կարող։ Սեպտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնությունում խստացվել է միգրացիոն օրենսդրությունը, որի համաձայն օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են այդ երկրում գտնվել մինչև 90 օր։ Կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից վարորդները հայտնել են, որ բեռնափոխադրում իրականացնողներից քչերն են տեղյակ Ռուսաստանում ընդունված նոր օրենքից եւ վարորդների մեծ մասը հնարավոր է խախտել է միգրացիոն օրենքը եւ հնարավոր է արտաքսվի Ռուսաստանի Դաշնությունից։ Տարվա վերջում մեր վարորդները խնդիր են ունենալու, կամ մեր կառավարությունը չլսեցին, չէ՞։ Իրանք կարային դրա դեմը շուտ առնեին, որ այս խնդիրը չլեր էսօր։ Հիմա հեսա գգա դիմացը նոր տարի, մեքենաները չեն կարեն բեռները բերեն, հեսա գնալով ապրանքներ կտանգանա։ Սա նաև ԵԱՏՄ համաձայնագրին հակասում, որտեղ եթե մենք խոսում ենք ազատ տնտեսական ուրեմն գոտու մասին, գնալ գալու բեռների փոխադրելու մասին, ապա որևէ պետության օրենք չպետք է խոչընդոտ հանդիսանա առնվազն բեռների ազատ տեղաշարժի համար։ Առջևում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպեներ անց։ Պաղեստին պետությունն այլընտրանք չունի գնահատական Մոսկվայից, վկաներին տեսաձայնագրել չի կարելի, լրագրողի աշխատանքի սահմանափակում թե քննության անաչառություն։ Կորոնան դարձյալ գլուխ է բարձրացնում, Հայաստանում նոր ենթատեսակ կա։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկում, այժմ միջազգային լրահոս։ Գազայում պատերազմն ավարտվել է, հայտարարել է ԱՄՆ նախագահը Իսրայել մեկնելու ճանապարհին, Թրամփի այցին ընդառաջ Թել Ավիվի լողափին մեծ տառերով գրել են շնորհակալություն, իսկ արդեն Քնեսեթում Թրամփի ելույթի ընթացքում երկու падգամավոր փորձել է ընդհատել ԱՄՆ առաջնորդի ելույթը ցեղասպանություն գրությամբ ցուցանակ բարձրացնելով, սակայն նրանց արագ հեռացրել են։ Արևմտյան երկրների որոշ գործողություններ վկայում են այն մասին, որ նրանց անհրաժեշտ է ոչ թե անկախ, այլ ենթամանդատային Պաղեստին։ Սա էլ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձագանքն է։ Ըստ Լավրովի, Պաղեստինյան պետության ստեղծմանն այլընտրանք չկա։ Գործարար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է, քննչական կոմիտեից հայտնում են, որ ավելացել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով առանձնապես խոշոր չափի փողերի լվացում հոդվածը։ Հիշեցնեմ, ավելի վաղ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, մեջբերեմ, դատախազության համար բավարար չէ, որ շուրջ 110 օր է կալանավորված է Սամվել Կարապետյանը, պետք է նաև տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքով ևս հաստատվեր հիմնավոր կասկածը։ Փոփոխություն կա դատավարական գործընթացում, այսուհետև վկանների ելույթների տեսանկարահանումը կարգելվի։ Նախաձեռնության հեղինակները սահմանափակումը պայմանավորում են այն հանգամանքով, որ վկան կարող է լսել մեկ այլ վկայի խոսքը եւ այդպես կառուցել իր խոսքը։ Ժամի անդրադարձը։ Վկան ասաց սա, դատախազը հացրեց դա, փորձագետը ցուցադրեց այն, դատավորը մերժեց, փաստաբանը միջնորդեց։ Ամեն օր լրահոսում հայտնվում է տեսանյութ կամ հոդված, որոնք վերաբերում են այս պահին ընթացող որևէ աղմկահարույց դատավարության։ Դատարանի դահլիճում ներկա լրագրողների շնորհիվ հասարակությունն առաջին ձեռքից տեղեկանում է գործին առնչվող նորություններին։ Այս իրավիճակն առաջիկայում փոխվելու է, քանի որ նոր կարգի համաձայն վկաների ելույթներն այլևս հնարավոր չի լինի տեսաձայնագրել։ Լրագրողները կկարողանան ֆիքսել միայն կողմերի եզրափակիչ խոսքը։ Այս փոփոխությունը ըստ նախաձեռնողների կոնկրետ պատճառ ունի։ Այն վկաները, ովքեր պետք է
դեռևս ցուցմունք տան ու ընկնդրում են վկաներին եւ իրենց ցուցմունքները հարմարեցնում են այդ վկաներին, եթե իհարկե գործով շահագրգռված անձինք են։ Իրականում առանց տեսաձայնագրման էլ վկան կարող է պարզել, թե ինչ է ասում մյուս վկան։ Օրինակ, դահլիճում ներկա գտնվող մյուսներին հարցուփորձ անելով։ Լրագրողներին սահմանափակելով այս հարցը երբեք չի լուծվի։ Վկաներին անջատ հարցաքննելու դատավարական պարտադիր պայման կա, որը իրականում չի պահպանվում։ Այն իմաստով, որ այդ օրը դատակոչված վկաները ժամանում են դատարան եւ միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն են ունենում մինչեւ հարցաքննությունը։ Արդյոք օրենքի փոփոխություն մշակողները ներկայացրել են որևէ ստատիստիկա, օրինակ վկաները եկել են նախաքննությամբ, մի ցուցմունք են տվել, եկել են տեսնելով ԶԼՄ-ների ներկայությունը կամ այլ ինֆորմացիան, փոխել են իրենց ցուցմունքը այլ բան են եղել ու այդ պարագայում վկայի ցուցմունքի արժանահավատության հարց է բարձրացվել։ Եթե օրենսդրական փոփոխության հիմքում նման ապացույցներ չկան, ապա այս փոփոխությունը պարզապես կամայական քայլ է, որի նպատակը դատական պրոցեսների լուսաբանման սահմանափակումն է, կարծում են իրավաբանները։ Այսինքն սա ձեռնտու է դատական գործընթացի այն մասնակիցներին, որոնք հասարակությունից թաքցնելու բան ունեն։ Ժամանակին, երբ լրատվամիջոցները փորձում էին պարզել այս կամ այն քրեական գործին առնչվող տեղեկություններ, իրավապահ մարմինները վկայակոչում էին նախաքննական գաղտնիքը եւ խոստանում ամեն ինչ հասանելի դարձնել դատական պրոցեսի ընթացքում։ Այ հետո կգա ժամանակը բաց դատավարություն կլինի, տեսեք, որ մենք ճիշտ ենք անում։ Հիմա բաց դատավարության սկիզբն են փակում, ըստ էության հետաձգելով հանրության ուշադրությունը ավելի ուշ փուլի ու արդեն հանրությունը մոռանում է լա, թե գործը երբ էր սկսե, ինչ առերևույթ կիքսեր ու սխալներ ունե։ Մեծ հաշվով սա ձեռնտու է նախաքննության մարմիններին, որոնք իրենց հնարավոր բաց թողումները հանրության լայն շրջանակներից թաքուն պահելու շանս են ստանում։ Նույն կաշկանդող ֆակտորը, այսպես ասած, դատավորի մոտ կարող է հայտ գալ, որտեղ երբ որ ԶԼՄ-ները դահլիճում են, դատարանը ուզի թե չուզի ավելի զգաստ պետք է լինի, ավելի պրոֆեսիոնալ պետք է նիստը վարի։ Դատապրոցեսի լուսաբանումը հասարակության իրավագիտակցության բարձրացման խնդիր է նաև լուծում։ Այսինքն մարդիկ հասկանում են, թե ինչ է դատարանը, որքան օբյեկտիվ է այն եւ որքան պրոֆեսիոնալ են նախաքննական մարմինները։ Արմեն Աթալյան, ժամլրատվական։ Հայաստանում դաբաղի հաստատված դեպքեր կան, թե ոչ, քննարկումները կրկին թեժացել են երեկվանից, երբ ֆերմերներից մեկը ահազանգել ու պնդել էր, որ սարում գտնվող իր կովերը բոլորը դաբաղ ունեն։ Մինչդեռ էկոնոմիկայի նախարարն ասում է, փաստ չկա, գրանցված դեպքեր նույնպես։ Դաբաղի համաճարակը վխտում է ֆերմաներում, ահազանգում են անասնապահները։ Ասում են վարակը Շիրակի մարզից է տարածվել ու հասել Լոռու, Տավուշի եւ մյուս մարզեր։ Արդեն 8-րդ օրն են պայքարում կենդանիների հիվանդության դեմ։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ֆերմերներից Վրույր Այվազյանը համոզված է, իր ֆերմայի կաթնատու կովերը բոլորը վարակված են։ Կենդանիներին ինքնուրույն է բուժում, իր ձևակերպմամբ տարիների փորձված մեթոդով։ Սրա մասին չի խոսվում, սրա մասին ոչ ոք չի ասում, կարծես ամեն ինչ լավ է, իր բնականon հունով գնում է, բոլորն իրենց գործին են, բայց արի ու տես, որ ոչ, ֆերմերները շատ ծանր վիճակի մեջ են, չգիտես ինչու, սրա վերաբերյալ գործողություններ չեն իրականացվել, կառանտին չի եղել, բուժանյութերը եկել են, առաջին խմբականակը եկել է ոչ այս տեսակ դաբաղի համար, երկրորդ խմբականակը եկել է շատ ավելի ուշ, քան պետք էր անել։ Ֆերմերները պատմում են, թե վարակը հատկապես կովերի եւ խոզերի շրջանում է տարածված։ Դաբաղը կենդանիների մոտ ուղեկցվում է ախորժակի կորստով, կաթնարտադրության նվազումով, առատ թքարտադրությամբ եւ քթային արտահոսքով որոճող կենդանիների մոտ եւ մատխաշների մահացությամբ։ Կենդանիների մոտ կարող են զարգանալ նաեւ երկրորդական վարակներ, օրինակ վերջույթների փտախտ։ Անասնապահները հորդորում են քաղաքացիներին զգոն լինել, քանի որ դաբաղը մսի եւ կաթի միջոցով փոխանցվում է նաեւ մարդուն։ Միսը պետք է երկար ջերմային մշակման ենթարկել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից էլ ժամին հայտնում են, լաբորատոր հաստատված դեպք չունեն եւ քանի որ դիմող չի եղել, փորձաքննություն չի իրականացվել։ Եթե այդպիսի կլինիկական նշաններ կան, ընդհանրապես պետք է դիմել համայնքի անասնաբուժին առաջահերթին, իսկ անասնաբուժը արդեն կտեղեկացնի ՍԱՏՄ տեսուչներին, բայց կարող են նաև ուղղակի զանգել տեսչական մարմնի թեժ գծով, իսկ մենք որևէ բողոք չենք ստացել, որևէ ահազանգ որպես այդպեսին չենք ստացել։ Եվ բնականաբար այս պահին լաբորատոր հաստատված որևէ դեպք չունենք։ Այս պահին կտեսնենք, թե ինչ գործողություններ կարելի անել։ Գյուղացիների ահազանգից ժամեր անց էկոնոմիկայի նախարարը այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց դաբաղի տարածվածության մասին լուրերը։ Դաբաղ է տարածված, այդպիսի բան գոյություն ինչի՞ չկա։
Մենք պարզապես իրականացնում ենք միջոցառումներ, որը շատ լավ իրականացնում ենք եւ այդպեսի բան։ Կա, չէ։ Բայց շա, հարևան երկրներում կա, մենք հիմա վակցինացիա ենք անում։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից էլ պնդում են, թե դաբաղը չի փոխանցվում մարդուն եւ չի համարվում հանրային առողջության ռիսկ։ Այն խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը ախտահարում է հիմնականում երկսմբակավոր, խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներին, խոզերին եւ այլ վայրի կենդանիներին։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ մինչև շարունակվում է քննարկումը դաբաղը կենդանուց մարդուն անցնում է թե ոչ, կորոնայի նոր ենթատեսակը արագ փոխանցվում է մարդուց մարդուն։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում արդեն հաստատված 70 դեպք ունենք մեր երկրում, սա նշանակում է COVID-ը նորից գլուխ է բարձրացնում, ուստի պետք է զգոն լինել։ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր ենթատեսակ XFG-ն, որն արդեն ստացել է ստրատուս ոչ պաշտոնական անվանումը։ Թեև առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ իրավիճակը կայուն է, միջազգային փորձագետները զգուշացնում են, սա կարող է լինել նոր ալիքի սկիզբը։ Թեև նոր ենթատեսակը դեռևս չի առաջացնում հիվանդության ավելի ծանր ընթացք, սակայն բավականին արագ է տարածվում։ Շարունակվում է շրջանառվել նաև Օմիկրոն XBB 1.5 ենթատեսակը։ Կրակենը Ստրատուսը հայտնաբերվել է 38 երկրում, այդ թվում Եվրոպայի երկրներում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այն հատկապես ակտիվ է Հարավարևելյան Ասիայում։ Ստրատուս շտամով առաջացած հիվանդության բնորոշ նշաններից մեկը ձայնի փոփոխությունն է, խռպոտությունը։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ հոսպիտալացման ծանր դեպքերը կենտրոնացված են խոցելի խմբերում, տարեցներ, ուղեկցող հիվանդություններ։ Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հիվանդության 70 դեպք, 2.4 դեպք ըստ 100,000 բնակչության, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ 72 դեպք, 2.4 դեպք ըստ 100,000 բնակչության նվազել է 2 դեպքով։ Նոր ենթատեսակի ի հայտ գալը եւս մեկ հիշեցում է կորոնավիրուսը դեռ մեզ հետ է։ Չնայած վտանգի աստիճանը ցածր է, զգուշությունը երբեք ավելորդ չէ։ Տեղեկացված լինելն ու կանխարգելիչ քայլեր ձեռնարկելը շարունակում են մնալ առողջությունը պաշտպանելու լավագույն միջոցը, ասում է վիրուսաբանն ու հավելում։ Աշնան սեզոնին բնորոշ նկատվում է սուշնչառական վարակների աճ։ Որոշ մասնագետների պնդմամբ էլ սա կարող է շրջադարձային լինել վիրուսի զարգացման հաջորդ փուլում։ Որևէ նոր շտամը վիրուսի նոր տարբերակ է, նոր տեսակ է, եւ բազմաթիվ անգամ նշել են, որ այդ վիրուսները անընդհատ փոփոխվում են, մուտացիաների են ենթարկվում եւ անընդհատ ինչ որ նոր ենթատեսակներ, նոր շտամեր են առաջանում, որոնք նախորդներից կարող որոշ հատկանիշներով տարբերվեն, օրինակ ավելի արագ տարածվեն։ Թեև այս պահին վիճակը վերահսկելի է, պատկերը սակայն կարող է փոխվել ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում։ Ստրատուսը գալիս է առանց աղմուկի, բայց շատ արագ։ Ու միջև փորձագետները դեռ փորձում են հասկանալ, որքան վտանգավոր է այն իրականում, քաղաքացիների պատասխանատվությունն է պահպանել զգոնությունը ու կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։ Մասնագետների խոսքով, թեև այս շտամը առայժմ շատ ծանր դեպքերի պատճառ չի դարձել, բայց իրական ռիսկը հենց դրա անտեսանելիությունն է։ Եթե շտամը սկսի ավելի վիրուլենտ դառնալ կամ վիրուսաբանական ու կլինիկական տվյալներ հայտնվեն, հնարավոր է, որ հետագայում հաստատվեն մահվան դեպքեր, հատկապես խոցելի անձանց քրոնիկ հիվանդություններ ունեցողների շրջանում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներանց։ Արտակարգ իրավիճակ Հրազդանի ձորում կեղտը ջրի երես է դուրս եկել եւ հայտնի են աշնանային արձակուրդի օրերը։ Մեթեո աշխարհ տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա, ավելին հաջորդի։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Արտակարգ իրավիճակ է Հրազդանի կիրճում, կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջրերը, քարաբեկորներն ու հողաշերտերը մոտ 3 կիլոմետրանոց ճանապարհը դարձրել են անանցանելի, վթարի պատճառով Հրազդանի կիրճը դարձել է երթևեկության համար վտանգավոր։
Պատվիրատուն կառուցողն ու գնորդը մեկ շինհրապարակում Դալան տեխնոպարկի կառուցումը նոր փուլ է մտնում, ընդամենը 1 տարի անց համալիրը կլինի ինժեներական և կոնստրուկտորային լուծումներով նոր ստանդարտներ թելադրող միջավայր։ Հայաստանի առաջին տեխնոլոգիական և բիզնես կենտրոնի Դալան տեխնոպարկի շինարարության կարևորագույն փուլերից մեկն է։ Շինության 2 մասնաշենքերը 15-րդ հարկում միացել են և միասնական հարկերի շինարարությունը շարունակելու հիմք ստեղծել։ Աշխատանքի արդյունքը ցուցադրելու և շինարարության առաջընթացին ծանոթանալու նպատակով Դալան տեխնոպարկի շինհրապարակում ընդունելություն էր։ Ներկա էին էկոնոմիկայի նախարարը, քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ոլորտի մասնագետներ, գնորդներ և գործընկերներ։ Այսօր մենք ավարտել ենք շենքի կարևոր կոնստրուկտիվ հանգույցներից մեկը։ Իրականացվել է 2 մասնաշենքերի միացումը 24 մետր թռիչքով, 6 մետր բարձրությամբ, վերմաներով և մակերևույթից 41.3 մետր բարձրությամբ։ Այս փուլը համեմատելի է կամրջաշինության մեջ 2 կողմերի միացման աշխատանքների հետ, սակայն առանձնահատուկ է նրանով, որ ամբողջ գործընթացն իրականացվում է մեկ միասնական շինության շրջանակում և հետագա հարկերի կառուցման հիմքն են գցում։ Ահա այս հիմքի ստեղծումն է այն հենքը, որը պետք է իր վրա պահի ևս 7 հարկ։ Հիմնական բարդությունը կայանում էր այս խոռոչի վրայի ծավալի կառուցումը։ Հայաստանի ժամանակակից ճարտարապետության մեջ չկա նման համարձակ կոնստրուկտորական լուծումներով շինություն և տեխնոպարկի թիմը ոգևորված է, որ կարող է ներկայացնել Դալանը որպես բացառիկ օրինակ։ Դալան տեխնոպարկում նկատում ենք կոնստրուկտիվ հերթական մարտահրավերի հաղթահարում, հանձին երկաթբետոնյա հիմնակամախքի կառուցման փուլում երկաթյա կոնստրուկցիայի ամրակապան աշխատանքների, որը իսկապես գովելի է։ Այսպիսի խոշորամասշտաբ նախագծերն իրականացնելիս հատկապես կարևոր է ճիշտ կառավարումը, ընդգծեց այս կառուցապատման կառավարմամբ զբաղվող MSQ ընկերության տնօրենը։ Շինարարության այս փուլում գտնվելով մենք կարող ենք ասել, որ կարողացել ենք ճիշտ կառավարման եւ կազմակերպման արդյունքում այդ գործընթացների հասնել այս արդյունքին, պահպանելով բոլոր տեխնիկական, որակական, էկոլոգիական եւ անվտանգային չափանիշները։ Դալան տեխնոպարկի միասնական հարկերի շինարարության հիմքը պատրաստ է և ընդամենը 1 տարի անց այս տեխնոպարկը կներկայանա ոչ միայն որպես մոնումենտալ շինություն իր բացառիկ ճարտարապետական, ինժեներական և կոնստրուկտորական լուծումներով, այլև որպես նոր ստանդարտներ թելադրող բիզնես միջավայր։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Կրթության նախարարությունը հաստատել է դպրոցների աշնանային արձակուրդի օրերը, ներքին գործերի նախարարությունն էլ հրապարակել են նախորդ շաբաթվա վիճակագրական տվյալները, օրվա կարևորը տեսաշարում։ Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 133, զոհվել 15 մարդ, ներքին գործերի նախարարությունը վիճակագրական տվյալներ է հրապարակել։ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 653 դեպք, որից 295-ը արտակարգ, մասնավորապես հրդեհի 205, դրածակման սպառնալիքի 41, միևնույն ժամանակ նույն պատճառով կեղծ կանչի 27, զինամթերքի հայտնաբերման դժբախտ պատահարի 1-ական, վայրի կենդանիների հարձակման 2, ինքնասպանության փորձի 9, օձի նկատման 28, ճանապարհատրանսպորտային պատահարի 74, թունավորման 12, կեղծահազանգի 10, ինչպես նաև կենցաղային կանչի 184 և 58 այլ դեպքեր։ Վաղար շաբաթի ավականու ընտրությունների օգտահաշիվ ստանալու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ, տեղեկանում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Միևնույն ժամանակ, սակայն նրանցից միայն 9 հայրենիք, քաղաքացիական պայմանագիր, ազատ դեմոկրատներ, Մայր Հայաստան, Ժառանգություն, ազգային առաջընթաց, հանրապետություն, համահայկական ճակատ կուսակցություններն ու հաղթանակ դաշինքն են առաջադրման փաստաթղթերը ներկայացրել թիվ 14 ընտրատարածքային։ Գործընթացի վերջնաժամկետը հոկտեմբերի 17-ն է։ Մայրաքաղաքի մթնոլորտային օդում, ընդ որում բոլոր վարչական շրջաններում հոկտեմբերի 9-ին են դիտվել փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները, հայտնում են հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Փոշու օրական կոնցենտրացիան սահմանային թույլատրելին գերազանցել է 1.4-ից մինչև 4.7 անգամ, հիմնականում կենտրոն, Արաբկիր, Նորնորք ու Շենգավիթ վարչական շրջաններում, ամենաբարձրը վերջին 2-ում, ընդ որում Շենգավիթում փոշու կոնցենտրացիան հոկտեմբերի 8-ի ցուցանիշից բարձր է եղել մոտ 11 անգամ։ Երևանի Պեյո Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցում դասի ընթացքում հրդեհ է բռնկվել։ Օջախը նախնական տվյալներով 4-րդ հարկում է եղել, պատճառը էլեկտրահաղորդման մալուխները։ Ըստ լրատվամիջոցների դպրոցի տնօրենն է պատմել, որ ամենայն հավանականությամբ կարճ միացում է եղել։ Աշակերտներին տարհանել են, վնասված երեխաներ չկան։ Նախ ուսուցիչներից մեկը կրակմարիչով է փորձել օջախը մարել, ապա զանգել են փրկարար ծառայություն։
Կրթության նախարարությունը հաստատել է 2025-26 ուստ տարվա աշնանային արձակուրդների ժամկետները։ Առաջին դասարանցիները կհանգստանան հոկտեմբերի 13-ից 24-ը ներառյալ 5 օրյա, 13-ից 25-ը 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Երկրորդից 12-րդ դասարաններում սովորող աշակերտները համապատասխանաբար հոկտեմբերի 20-ից 24-ը եւ 20-ից 25-ը։ Ուսումնական տարին կավարտվի 2026 թվականի մայիսի 22-ին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվ արևոտ կանխատեսումներով մեզ է միանում Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը կբարձրանա 4-ից 8 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 12-ից 16 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 18-ից 22, Լոռիում 16-ից 19, Տավուշում 16-ից 20 աստիճան։ Արարատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը կանխատեսվել է առավելագույնը 22 աստիճան։ Սյունիքի նախալեռներում կդիտվի 14-ից 17։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների արևոտ երկնքով։ Այս գիշեր սպասվում է 5-ից 7, ցերեկը 18-ից 20, երեկոյան 12-ից 14 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։